Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր վինտացան նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Ալեքսանյան, մամուլում նաև շրջանառվում է, որ եթե կաթողիկոսի ուղղությամբ ճնշումները շարունակվեն, կաթողիկոսնով Գարեգին բան։ Ես նման անունով կաթողիկոս չեմ ճանաչում։ Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ։ Շատ լավ։ Կաթողիկոսարանը Հայաստանից կտեղափոխվի։ Դուք նման սցենար։ Հա, ես տեսել եմ այդ լուրը, հանրապետականները այո, ըստ երևույթին ուզում են Մայրաթորը տեղափոխել, ամենայն հավանականությամբ նկատի ունեն տեղափոխել։ Մի րոպե, գնեք, ինչու լրագրողին պարտադրեցիք, որ կաթողիկոսի մեկը։ Այո, որտեղ երբ որ ասում եք Գարեգին երկրորդ, դուք ասում եք չեք ճանաչում, հարցին չեք պատասխանում, լրագրողը ստիպված կիրառում է այն բանը, որ Պարոն Կիրակոսյան, բայց դուք ինչի եք առհասարակ լրագրողին վերագրում մտքեր, որոնք ձերն են։ Դուք իրեն հարցրեք, հենց հիմա ասում ստիպված չեմ կիրառում։ Խեք մարդկանց վերագրում մտքեր, որոնք ձերն են։ Ինչով՞ չեմ։ Ես ձեզ ճնշեցի։ Պարոն Կիրակոսյան, խնդրում եմ իհարկե, բայց մարդկանց մի վերագրեք մտքեր, որոնք ձերն են։ Սենց է կան։ Ինչ վերաբերվում է ասացին, այսինքն ակնհայտ է, որ հանրապետականները փորձելու են Մայրաթորը տեղափոխել, ընդհանրապես զարմանալի չի։ Կարծում եմ ամենայն հավանականությամբ, քանի որ նախաձեռնողը ՀՀԿ-ն է, շատ կուզենային Մայրաթորը տեղափոխել Բադեն-Բադեն, կլներ Մայրաթոր Սուրբ Բադեն-Բադեն իրանց համար, ու Սերժ Սարգսյանը դիցուկ ինչ-որ մի կազինո այցելելուց հետո հնարավորություն կունենար մտնել Կտրիչ Ներսիսյանի հետ ինչ-որ բլոտ խաղալ կամ մի բան անել, նմանատիպ մի գործողություն կատարել։ Ցանկացած այլ պարագայում սա ուղղակի աբսուրդ է, թե մարդկանց խելագար երևակայությունը ուր ու ինչի կարող է հասնել։ Նախ հերիք չի մեր եկեղեցին ներքաշել են ինչ որ ահաբեկչական գործողությունների մեջ, ինչ առհասարակ երբեք չի եղել ու խայտարակություն է ուղղակի մտածել անգամ, որ հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ը ներգրաված է եղել մարդկանց գյուլելու, մարդկանց ունեցվածքը վառելու գործողությունների կազմակերպման մեջ, ուղղակի խայտարակություն է, սա ուղղակի չեք պատկերացնում ինչ մեծ խարան ալնելու, այսինքն մեր համար։ Ու այս խարանի տակից ես չգիտեմ մենք ոնց ենք առհասարակ դուրս գալու։ Բայց այնուամենայնիվ, որ հետագա գործողություններն էլ Բադեն-Բադեն տեղափոխելն ալնելու Մայրաթորը շատ հետաքրքիր է։ Իսկ Մոսկվայից պարոն Ալեքսանյան մեկ այլ հանրապետական Մասիսի գործող քաղաքապետ է, որը նաև Սերժ Սարգսյանի հանրապետականի կողմից ներկայացվել է, առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու, TRT-ի հետ զրույցում այսպիսի միտք է հայտնել, որն էլ դուք ձեր Facebook-յան էջում դրել եւ արձանագրում hashtag-ի տակ գրել եք հենց այնպես չեմ արձանագրում։ Դավիթ Համբարձումյանը ասել է ազգային ժողովի ԿՊ ֆրակցիան միայն սրիկաներից չի կազմված, այնտեղ կան նաև նորմալ եւ մոլորված մարդիկ, որոնց հետ համագործակցության եզրեր տեսնողի։ Խնդրում եմ ձեր ընդլայնված արձանագրումը։ Դե սա արձանագրումը ես որպես այդպեսին գրել եմ մտքով, որտեվ եթե կհիշեք, վարչապետը հստակ ասել ամսի 1-ից 5-ը եկեք այդպես վերբալ հրադադարի պես մի բան անենք, էլի վիրավորանքներից զերծ մնանք։ Հիմա ձեր նշած անձը, ում եղբայրը իդեպ էլի եմ ասում, անցել է կավատության գործով, այսինքն մարմնավաճառների այտենց մարմնավաճառությանը զբաղվելուն օժանդակությամբ, չգիտեմ դա ինչքանով կապ ունի հանրապետական կուսակցության ներսում գործունեության հետ, բայց այնուամենայնիվ էլ այդ մարդը ասում է ԿՊ-ն միայն սրիկաներից չի բաղկացած, այսինքն նկատի ունենալով, որ ԿՊ-ի ներսում կան սրիկաներ, բայց միայն սրիկաներ չի, որ կան։ Հիմա դե հիմա թույլ տվեք պատասխանեմ նմանատիպ մի գովասանքով, իմ ընկալմամբ հանրապետական կուսակցությունը միայն նարկոման կոռուպցիոներներից չի կազմված։